TV9 մոդուլից որոշ բնակարաններ արդեն վաճառվել են, այս մասին սակայն բնակիչները բարձրաձայնել չեն ուզում, անգամ այն թե ինչ գնով են ձեռք բերել բնակարանը։ Փաստն այն է, որ բնակարանները հետզհետե վաճառվում են, ինչը մտահոգել ու մեկտեղ է հավաքել այն մոդուլների բնակիչներին, ովքեր չեն պատրաստվում անտեղի գումար տալ եւ գնել բնակարանը, որտեղ ապրելու համար տարիներ առաջ դարձյալ վճարել են։ Ես երբ որ տնագը առա, տվեցի $150, այն ժամանակ 2000 թվին ահագին գումար էր։ Հիմիկվա վաճառողները ասում են, մինչև հիմա չեք թափել հələ այդ թուղթը։ Այդ թուղթը ոչ մի իրավական նշանակություն չունի, թափեք այդ թուղթը։ Այսինքն նույն բանը կասեն մեզ մի քանի տարի հետո, այս նոր գնաց թղթի վերաբերյալ, այդ էլ թափեք։ Թափել, մենք այդքան գումարներ չունենք, որ տանք, հետո թուղթը պատրենք, թափենք։ Զարմանում են, որ մարդիկ գումար են տրամադրում այս տնագները առնելու։ Նախ արդեն տնագները իրեն դարը առնվաղեղությունը կորցրած է։ Տնագները տնագի նման չէ։ Այդ գումարը հսկայական տալիս են առնում են մի կդոր թղթի դիմաց, ես զարմացած եմ ուղղակի։ Այս մարդկանց կարծիքով անարդարն այն է, որ թիվ 7 եւ 8 մոդուլները գնաց Վահրամ Իգիթյանը եւ թիվ 9 մոդուլը գնաց Հրայր Պողոսյանը, պարզապես ուզում են գերշահույթ ստանալ։ Մեկ մոդուլը գնել են 130,000 դրամով, բնակիչներին վերավաճառում են 250-ից 500,000 դրամով։ Մենք մի փաստորեն ենք մոլորված մնացել ենք, չգիտենք ինչ ենք։ Մենք առնել այդքան թանկ ես ինչ խտամ, ինքը կուզե 4-500,000։ Բայց մենք իրականին որ դա էլի մեկ երբեմ կարելի է, բայց օրենքը որ կուզես դու ճիշտ իմանաս, չի կարելի էլի, եթե մարդը բնակվում է տոմիկ, դու ինչ ես վաճառես, դեք չեմ պատկերացնում։ Հիմա ես սրանից էլ որ զարգեն ուր գնամ։ Ինչ անեմ։ Փաստորեն դուրս կուգա աշխոր ստիբողական ասեն էլի ջանդանվեք գնացեք։ Մի հայնվել ենք ստեղ անընդհատ գսենք, մեզ հերիք է, ոչ, մեզ հերիք չէ, բայց գոնե էս թողնեն, որ ապրենք։ Մենք զրուցեցինք անհատ ձեռներեց Վահրամ Իգիթյանի հետ։ Տեսախցիկից այն կողմ նա անկեղծացավ, որ արդեն փոշմանել է, որ գնել է մոդուլները, պարզապես էժան է եղել եւ որոշել է այնուամենայնիվ ձեռք բերել դրանք։ Հավաստիացրեց, որ միայն գնելուց հետո է իմացել, որ այստեղ շատերը չունեն անօթևանի կարգավիճակ։ Իգիթյանը նաեւ հավաստիացրեց, որ չի պատրաստվում մոդուլների բնակիչներին հեռացնել իրենց բնակարաններից։ Հիմա սպասելու է, որ գոնե անօթևանի կարգավիճակ ունեցողները բնակարան ստանան եւ տեղափոխվեն։ Խոստացավ անգամ գույքի տեղափոխման ծախսերը հոգալ։ Թե ինչ նպատակներով են գնել այս մոդուլները մեզ չհաջողվեց պարզել։ Վահրամ Իգիթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քանի որ տարածքը կանաչ գոտի է, դեռևս կոնկրետ որևէ ծրագիր չկա ձեռքի տակ։ Միևնույն է, ոչինչ չեմ կորցնի, եթե անգամ քանդեմ ու վաճառեմ տնակները, իմ տված գումարը հետ կբերեմ, հայտարարեց նա։ Բնակիչները սակայն պատրաստ են հիասթափեցնել գնորդին։ Ես լրիվ կքանդեմ նոր կիշ տամ, իր հանդեպ մենակ երկաթները կմնա։ Չեմ թողնի, որովհետև լրիվ մենք ենք սարքի։ Փորձեցինք հանդիպել նաև արդարադատության նախարարության սնանկության գործերով կառավարիչ Խաչիկ Պապոյանի հետ, սակայն գրասենյակի դռները փակ էին եւ այդպես էլ անպատասխան մնացին մի շարք հարցեր, որոնք հուզում են մոդուլների բնակիչներին։ Արմենի Վարդանյան, Համբարձում, Պապոյան, Գալանյուս։